Բարելույս, սիրելի հետևորդներ ջան, ես տեղումը պարկած եմ, ենքան ես լուստրին մտի կարի, ենքան իմ սենյակի ես նաշխերը հաշվեցի, դրանից էլ բեզարեցի, ես կրանը դարակիս դուրը բացը մնացել, երեկ որ այդ շարֆը հանել եմ, ես հանեցի, քանի որ կարացի էլի դեռ հլա, ոնց ասած, տաքեր էլի այդ ցավը, հրեսեն ես էլ ստի պարկած եմ, միտք ունեի, որ չմյանամ ձեզ, ասի դե կպարկեիմ սուս, պուս, բայց թե էդ էլ չի մի բան էլի, որ շատ ձանձրացա ես լուստրին մտիկ անելուցը, ինչքան էլ որ սիրուն ա, շատ եմ սիրում իմ ես լուստրը, մնել զգացի, որ ամբը գոռում ա, զգալը որն ա, դե լսվում ա, հիմի չգիտեմ, ինձ ա թվացել, թե լեզկականից ամբը գրգոռած, միտք ունեմ վիկենամ տեղիցս, այս կրանը իմ բեգոնյայի ծաղիկը, քանի որ ինքը կախված ա, այս կրանն եմ պահել, սրան էլ շատ մտիկ արի, չափ ու ձև արի, դե հա որ խնամքի վաղթնա, սաղ իմ ռեսին են մտիկ անում, էլ ասեն ոչ որ մի ճուտերս ինչ հորի է, ոչ երեկ եմ կանաչ խոտ տվել, ոչ էլ էտ ասոր, ինչ անեմ, մի քիչ էլ հլատենամ, պտտվիմ, տես շուր գամ, տեն շուր գամ, գրավաթի գահիցը բռնելով, աստծու հաջողությունով բալի կամանց վիկենամ էլի, այ, շատ մեծ դժվարությունով, գրավաթի գահերիցը բռնելով կողքի եմ թեքվել, դպա դուրն եմ մտիկ անում, գիտեք էլի, որ իմ ուշկը դրանն ա, ամբը էլ էդ գոռած, դժվար թե ինձ էլի թվացած, ուզում եմ անպայման դուս եկածել իմ, ուշկս էլ բեգոնյային եմ գծել, հլա դուք էլ տեհեք, ծաղիկնին արդեն, անցակ ենում էլի, պետք ա խնամք կատարեմ, թեթև գործա, բալի թե կարենամ, կոնես մի գործը սորանեմ, օգտակարելի, հետո միտքս շեղեմ ես ցավիցն էլի, ցավին հաղթեմ, պետք ա ցավին հաղթենք սիրելի հետևորդներ ջան, դե ես կամանց հլա կարենամ վիկենամ էլի, որ տրամադրվել եմ, ուրեմն պետք ա վիկենամ տեղիցս, Ջան, ինձ հաջողվեց նստել, մի փոքր էլ սենց կմնամ, սիրելի հետևորդներ ջան, հետո արդեն կամաց վեր կենամ, շատ զգուշ եմ վարվում, որ էլի մեջքիս ցավ չտա էլի, դե գիտեք ոնց ա ալում դե հենց վախտերը, ու շուտով ինձ էլ կտեսնեք, գիտեմ որ անհանգիստ եք իմ համար, և վեր կենամ, տեղիցս վիկացա, սիրելի հետևորդներ ջան, տրամադրվելով տնտեսության գործերով, վարակույրը հետ եմ քաշում, պահ, տարավ, քամին տարավ տերևնին, մի հատ ես տեսարանը վայել ենք, հավեսա շատ, եստի մի լավ երկմիտս ընգավ, քանի որ ես էլ ես հալին եմ, ցավող տեղեր ունեմ, քամին էլ իմ դեղցեն ու տերևնին ապոկում, այդ երկը միտս ընգավ էլի, անձրևն էլ գալինացավ, դուք էլ կգիտենակ այդ որ երկի հետ եմ, իրար հետ կարանք երկենք, ես ստի, դուք էլ էտի, քամին մի քիչ դադարեց, ես էլ շատ երկար կանգնած կարում չեմ կենամ աչքիս, ճիշտ ոտի վրա եմ, բայց կանգնելը շատ զոռ ա, ինչ որ իսա, այս պատուհանիս ծաղիկնովը մի հատ զմայլվենք, չնայած որ ես էլ ամ շակելու, քանի որ երեկ չեմ մոտիկացել, ես բոգեմ, քամին էլ ոնց որ իմ դեղցան տերևնին բոգեց տարավ, իմ ցավն էլ իմ վրիցը բոգ է տանի, ահա,
Այս մինը դեռ կարակենա, այս կողքինը նորա բացվում, այս էլ իմ դեղին բեգոնյան, միշտ ասել եմ չէ, որ կասկածում եմ դեղինա կոկոմը թե չէ, կասկածներս արդեն հստակեցվել է, ու իմ բեգոնյան դեղինա ծաղկել, հիանանք սիրելի հետևորդներ ջան, կողքինը սպիտակա, այն մեծ ծաղկածը արդեն ընկել է, իր ծաղկման շրջանը անցակացրել, վայ, ես էլ իր երկրորդն է, դե միշտ երկու հատով է ծաղկում, տղա և աղջիկ, շատերը բեգոնիային ասում են հարսուփես է, հենց այդ պատճառով, որ մի հատ ցողունի վրա, այ, բռնված եմ ես այս պատուհանի կողքից, դրա համար ծաղկին չեմ ձեռք տալի, տես աղջիկը պտտում եմ, հեսա, մի ցողունի վրա երկու ծաղիկ կա, մեկը այս ձևով է ծաղկում, մեկն էլ այս ձևով է ծաղկում ու հենց դրանից էլ ստացել է նաև հարսուփեսա անվանումը։ Սիրելի հետևորդներ ջան, շատ կանգնեցի, մի քիչ նստեմ, էլի շունչ քաշեմ, որ կարենամ դուրս էլ գնամ, այ հետո տենամ, որս ոնց եմ շարունակում։ Մտիկ եմ անում դպա մեր Սուրբ Սարգիս մատուրը, արագահաս Սուրբը, մի հատ էլ իմ աղոթքը կասեմ, որ արագ հասնի ու ինձ բժշկի այս ցավից, սիրելի հետևորդներ ջան, հավատքով լինենք, որ բժշկվենք։ Այս ցավից այնքան ուժեղ է, դեղորայքները լավ չի ազդում ու շունչս կտրվում է։ Մի քիչ շունչ քաշեմ, որ կարենամ ձեր հետ լավ խոսամ։ Ոտնե ոտը դուս եմ եկել դուրը, փաստորեն ճիշտ էլ լսել էի, որ ամբը գրգոռում է։ Սև ամբեր են հավաքվել։ Ես իմ բալկոնիցն եմ նկարում, սիրելի հետևորդներ ջան, անձրևը էլի սկսվեց, տերևա թափել է այստեղ սկսել, դեռ շունչս կտրվելով եմ խոսում, դրանից նեղվում եմ շատ, սիրելի հետևորդներ ջան, բայց ուզում եմ լավանամ, առույգանամ, ցավին հաղթեմ, հենց այդ պատճառով եմ տես աղջիկս վերցրելու, ձեզ միացել, ահա, այս կողքը մի հատ նայենք, այս կողքը պարզ է, բայց անձրև է գալիս, բնության հրաշք տեսարան է բացվել, քամին էլ սառը չի, տաք է, ասում եմ կարող է սառերը ձնացնել, ինչ կա որ վախտնա, քանի որ այս ամբեր ավելի շատ ձնաբեր ամբերի անման էլի, հատկապես էլ որ քամին տաք է, դե լավ է որ կառալյոկից տերևնին էլ սա հենց արդեն թափվում է, հաջորդ անգամ կառալյոկը քաղելիս մի քիչ հեշտ կլիմ էլի, ահա, հրարեց անձրևը, ուղիղ ռեսիս է խփում, դե ես գնամ տուն, սիրելի հետևորդներ ջան, անձրևը քանի ինչ որիս է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ դրսի կոշիկնին ստի եմ թողել, այ, կամ տանը դնեմ էլի, որ դրան հագնելու կոշիկ ունենամ, այս ինչքան է տերևը շաղտվել, կրիզանթեմներս, սրանք դիմաց կունեն, դե, ձնի տակին էլ են դիմանում, մի հարցն են է, թե ոնց կրանալ, հետո կոշիկնից վիր ունել, երկու հատա, մինը շոք հորերի հմարա, մինը անձրևոտ օրերի մարա, իկեպ թեկուզ ոտո բոթելով տուն կտանիմ, սիրելի հետևորդներ ջան, այս կրանը Գյորգին էս ծաղկել է, ես էլ ակամին ետ շուր տվել, թուհա, բայց թե լավն է, լավը սիրում ծաղկել է, լա մոտեսնեմ տես աղցիկը, լավ դե տուն գնամ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ սհենց պատից բռնեմ մին, այս ինձ
Սենց անելով, ոտելով, տուն կտանին էլի, համել մազերս էլ աթացլում նոր էի պենել, չպչանա, ահա, սենց կգնամ, ամեն դեպքում մի քիչ շունչս տեղն եկավ, էսի ընտեսարանիցը, Սիմա ջան, ինչ ես ռեսիս մտիկ անում, քեզ էլ կտամ։ Սիրելի հետևորդներ ջան, մի կերպ եկա հասաստի։ Ամեն մի քայլը տեղափոխելը ոտքիս իմ համար բարդություն ա դարել, բայց մի հատ խառն եմ սերը, գդալ չեմ բերել։ Ոյ։ Ահա որ այս մեջքի ցավը, բայց թե տենում եք էլի, որ ուզում եմ ցավին հաղթեմ, ձեզ էլ տրամադրեմ, սիրելի հետևորդներ ջան, բացի էդ էլ մի թեխի եմ պատրաստվում մի բաժակ կաթ խմելու, որովհետև պետքա դեղ խմեմ, մի հատ կաթ լցնեմ, մինչև ինքը գոլանա, հետո դեղերը ցույց կտամ, այդ մասին էլ կխոսեմ, նախապես ներողություն եմ խնդրում, որ խալաթով եմ, բայց չկարացի շոր հագնեմ, սիրելի հետևորդներ ջան, ասենց, ոնց ասած համ կանգնած եմ, համ կանգնած չեմ, ամբողջ մարմինս տողում է այս պահին, այսօր 3 հատ դեղ եմ խմել, չի օգնում, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ ոնց տիլի, բայց մի քիչ գիտեմ, ժամանակն ա բուժելու, ժամանակը, ընդհանրապես, երբ որ ասում ենք ժամանակը կբուժի, այդ ուրիշ հասկացությունա չէ, բացարձակ չկարացի կռանամ, որ կստիկներս բերեմ, թե հենց ոտով քաշելով եմ բերել, այս սիրուն տամաշնիկներս էլ չեխոտացրել եմ, գործերս հետ ընկավ, բայց ինչ անեմ, լա է քանի օր առաջ էի ասել, որ չուչխել եմ ուզում անեմ, այն որ մեծ առիվ տուր էի արել ու բերել, բայց այդ օրը, որ դաթևս եկավ, թենց մնաց, դրա հաջորդ օրերն արդեն գիտեք, թե ոնց մնաց, չուչխել անելս ետ ընկավ, կարող ա լավնել էտա, այս ուշադիր եմ շատ չտականա, այդ տեղը, որ ցույց տվի ձեզ, սիրելի հետևորդներ ջան, 4 հատիկ էի բերել, որ խմեցի, չոքնեց, անցկացավ մի 5 ժամ, մի հատ էլ խմեցի, բայց սրանից ինձ ասել էին, որ օրը մի հատ, այդ հաշվի չառա, հետո երկրորդն էլ խմեցի, էլի չոքնեց, սաղ գիշեր չեմ քնել, հետո այսօր աշխատանքային օր էր, վեր կացա գնացի, այդ վիճակով, պատկերացնում եք, շատ դժվարությունով հագնվեցի ժամից ավել տևեց, կամաց շարժումներով իմ շորը հագա, իմ կոշիկը մի կերպ հագա, վայ-վայ-անելով հետո հասա իմ աշխատանքի վայր, հիմնականում ոչ թե գնամ աշխատելու, դե կարա զանգեմ տեղեկացնեմ, խնդիր չկա, ուղղակի որ պետքա գնայի ապտեք, որ իմ աչքով, իմ ձեռով, իմ ոտով տենամ ինչ եմ անում, բժշկի գնամ և այլն, նույն բանն են առաջարկում, բժիշկը, թե ապտեկի աշխատողը, սիրելի հետևորդներ ջան, ու սա ես արդեն զգում եմ, որ սա ոչ մի դեղորայք էլ սրան չի օգնում, սրան ժամանակն ա բուժում, դրանից հետո երբ որ տուն էի գալի, Վահանիկի տատիկին հանդիպեցի, այս մասին դե ինք արդեն տեղյակ էր, քանի որ երեք հարսիկներ եկել, իմ գազի պեչը միացրել, էդ էլ ասեմ, որ քնելու ժամանակը որ եկավ, սիրելի հետևորդներ ջան, ոչ թե կռած հանջատեցի կամ էլ անհանգստացրի իմ հարևաններին, այլ այդ վերևի կրանթից անջատեցի, որը բարձր տեղ ա, նկատում եք, որ իրոք չեմ կարում ոտքի վրա մնամ, բայց միացել եմ ձեզ, ինչ-որ տեղել, էլի եմ ասում, այս ձևով համ թեթևանում ա իմ ցավը, համ էլ
անհրաժեշտ է, որ կաթը տաքանա ու այստեղից եմ ուզում էլի խմեմ, քանի որ պետք է հաց ուտելուց հետո խմել այստեղը, գոնե այդ մի բանին հետևամ։ Հա, այս դիկլոֆենակն է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ժամը 1-ին խմել եմ, ժամը 3-ն էր, դեռ չի օգնել։ Դրա համար ուզում եմ, որ էլի այս չոքնող դեղից խմեմ, ինչ կլինի, հետո այսօր էլի ցավազրկող եմ բերել, այս էլ եմ խմել, այս էլ չի օգնել, ահա, բացել եմ հենց դեղատանը, խմել եմ, սիրելի հետևորդներ ջան, ոյ շատ տաքացավ աչքիս, հա, այսինքն սա ուժեղ ցավազրկող է մկանային ցավերի, անունը, այսպես չեմ կարող ասեմ, անգլերենով մի մասն էլ արդեն բացել եմ, բայց այս կողմը փորձեմ մի քիչ վերցանել, մեկի սկիզբն է մնում, մեկի վերջը, ուրեմն պարաբրուֆեն, եթե ճիշտ կարդացի, պարաբրուֆեն, ահա, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ դեղ էլ խմող չեմ, այս բանկարի կաթը ծածկ եմ, որ էլի տանեմ սառնարան ու բաժակել չեմ բերել, այս ջրի բաժակով կխմեմ, բռնվելով սենց կգնամ, դե ոչինչ, կարևորը կամքի ուժն է, սիրելի հետևորդներ ջան, նաև ասեմ, որ խալաթի տակից այդ հասճարֆիկով կապած է մեջքս ու մի քիչ երևի էդ է օգնում, որ կարենամ քայլեր անեմ, ձեր Ազրեիլ Անուշկան այսօրն է անգել, դե ոչինչ, այս էլ կանցնի, ամեն բան էլ կանցնի, այդ որ ասում եմ, այս էլ կանցնի, հիշեցի մի լավ իմաստուն խոսք, այս էլ կանցնի վերաբերյալ, շերեփը բերել եմ, որ լցնեմ, հետո փոքր բաժակս ու գդալը չեմ բերել, հա, Սիմա ջան, հիմել ուզում ես գնաս դուրս, քանի որ այն անգամ թեքեցի ու կաթը թափվեց, ոյ, ահա, եթե ձեզ ծանոթ է մեջքի ճկկալու ցավը, արդեն իմ վիճակը լավ կհասկանաք, բայց էլի ու էլի ներողություն եմ խնդրում, որ այս վիճակով միացել եմ, իմ կարծիքով նաև շատերին օգնած կլինեմ, ես չգիտեմ, թե իմ հետևորդներից ով ինչ վիճակում է, դրա համար ուզում եմ տրամադրեմ, ընկերակցեմ, զրուցեմ ու իմ ժամանակը մի պահ այդ ցավի մասին մոռանամ, նաև ցավը մարդու մտածելակերպն է շեղում, բայց ուզում եմ, որ ամեն բան լավ անցնի, հանկարծ միտքս չշեղվի, սենց կա, չէ, վայն ինչ պտի ասեի, մոռացա, տենում եք, որ ասում եմ միտքը շեղում է այդ իմաստուն խոսքը, համես խառն եմ, որ կաթը հովանա, շաբաթակ, ուրեմն իմաստուն խոսքը հիմա ասեմ, քանի չեմ շեղվել էլի, մի իմաստուն ծերունի է լինում, թե հարսանիք գնալիս, թե տխրության առիթի գնալիս, անընդհատ միևնույն մատանին է գրում իր մատին, որի վրա գրված է լինում, էս էլ կանցնի, ժողովուրդը միշտ հարցնում են իրան, թե ինչի է նույն մատանին գրում, համ տխրության գնալիս, համ հարսանիք գնալիս, ու իմաստունը բացատրում է այդ բառերի իմաստը, որ ամեն բան կանցնի, ամեն ինչ անցողի կա, ու իմ ցավն էլ կանցնի, բոլորիս ցավն էլ կանցնի, այս աշխարհի ցավն էլ կանցնի, մարդը ուժեղ է բնույթով, նաև ուզում եմ հիշել մի քանի լավ երկտողեր, երկար է, բայց երկու տող կասեմ, դուք էլ կիմանաք իհարկե, որտեղ ասվում է ցավը տվին քարերին, քարերը չտարան, ցավը տվին մարդուն, մարդը տարավ, սիրելի հետևորդներ ջան, ահա, շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ է, որ կարողանում եմ, թե իմ լավ վիճակում և թե իմ բոլոր վիճակներում միանալ ձեզ ու զրուցել, սիրելի հետևորդներ ջան, երբ որ մարդիկ համախմբված են լինում, զրուցում են, ցավն էլ է թեթևանում,
Մեղրը էստեղ է, դեռևս չեմ տարել դարակում դրել։ Հիշեցնեմ, որ մեղրը չի սիրում արևի ուղիղ ջրագայթների տակ մնալ, լուսավոր վայր մնալ։ Գիտեք, որ մեղուն իր գործը մթության մեջ է անում, եթակի մեջ կատարյալ մթություն է, սիրելի հետևորդներ ջան, և պետք է մեղրը մութ վայրում պահել, դարակների մեջ, չոր և մութ սառը վայրում։ Կարծում եմ, այս մեղրն էլ ուժերս կվերականգնի։ Ու շուտ կարող չանամ, այս կխմեմ, որից հետո արդեն այդ դեղը կխմեմ, որ դեղը խմելուց չթուլանամ ավելի։ Ես կիսատ խոսք չթողի չէ, որքան հիշում եմ, ամեն դեպքում կաթը խմելուց հետո, դեղը խմելուց հետո մի հատ ստուգումներ կկատարեմ, իսկապես էլի շատ ուժեղ ցավը մարդու միտքը տանում ա ոնց որ ամեն հարցում ուժեղ լինենք, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ էլ լցնեմ, կես բաժակը հերիք ա ինձ, շատ էլ չեմ ուզում էլի լինի, քանի որ այս բաժակը շատ մեծ ա։ Շերեփ պարտադիր հանում եմ, այս սիրուն շերեփի համար նախատեսված ժամանը այդ կողմն ա, այս էլ մի քիչ կհովանա, սիմային էլ կտամ, քանի որ իր համար տաք է, որ շատ տաք տալիս եմ, իմ փիսոն չի կարում սենց տաք, ինքը խմի։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, պետք է գնամ պարկեմ, անպայման։ Հետո պարկած վիճակում կխմեմ կաթը, չմոռանամ հետս այս դեղերը տանել, ու քանի դեռ ոտքի վրա եմ, նաև մի քիչ ջուր, որ դեղերը խմեմ։ Այս ամուր պահեմ երեքն էլ հանկարծ չընկնի ձեռիցս, թե չէ կռանալ չեմ կարողանում ընդհանրապես ու գնամ սիրելիներս։ Մի հատ էլ այստեղ ցած կդնեմ, որ կարենամ դուռներ բացեմ, քանի որ չեմ կարում պտտվեմ, անցնեմ։ Գալիս ես, Սիմա, արի գնանք։ Այս կողք բերեմ բարակույրը, ու դեղը խմեմ արդեն, այս մեկը դիկլոֆենակն է, սա, ինձ թվում է այսօր սրան էլ եմ խմելու, բայց արդեն ավելի ուշ, հիմա ժամը 3-ն է, այս մեկը կխմեմ։ Սենց, ամենաչսիրածս պահն ա եկել դեղ խմելը, այս մեկն էլ մկանային ցավերի համար, երբ որ դրանից ջերմում են, ես նույնիսկ երեք ջերմություն էլ ունեի, երբ որ ասում էի դեմքս այրվում ա, հենց այդ պահին էլ ես ջերմության մեջ էի, սիրելի հետևորդներ ջան, սա այս էլ ինչ որ թենք չօգնեց, որ ասեմ, կամ էլ շատ ուժեղ էր, չգիտեմ, միգուցե ավելի դոզա էր պետք, հա, չգիտեմ, մի հատ պտտեմ, տեսնեմ, այստեղ ինչ ա գրած, դոզայի պահը, չէ, դոզան այստեղ չեմ կարա կարդամ, ու սրան էլ մի կողմ արդեն, անցնեմ այստեղը խմելուն, թող որ ինձ բուժի։ Ընդհանրապես, սիրելի հետևորդներ ջան, դեղը, որ խմում ենք, 1 կում, 2 կում դժվարությամբ խմում ենք, հա, բայց բժշկորեն 1 լիքը բաժակ ջուր ա պետք, որ խմենք 1 կոճակ դեղի համար, որ դեղը կարողանա ներգործությունը թողնել։ Դրա համար ես այս ջուրը սկսեմ կում առ կում վայելել ու սպասեմ լավ արդյունքի, որից հետո էլ ամեն դեպքում տեսնեմ լավ տրամադրություն բերեմ ձեզ,
Դուք էլ շատ չտխրեք, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ ինձ շատ սիրում ու հարգում եք ու իմ այս պահերից դուք էլ եք նեղվում, բայց իրար հետ զրուցեցինք ու ես էլ դրանից արդեն ինձ շատ լավ եմ զգում։ Շատ սիրելի հետևորդներ ջան, 1 ժամ անց հակացել, տարբերություն չկա դեռ։ Ուզում եմ կոֆե փամփում եմ, ջուրը վերջացել էր, գնացի ջուրն էլ բերի։ Ասեցի մի հատ կպտտվեմ էլի, որ կարենամ իմ տնտեսության գործերը անեմ։ Էսա իմ կենդանիների գերակրման ժամն է մոտենում։ Ու ջուր վեդրով կտանեմ, թե կերը, թե ջուրը, հատկապես, որ ծանրություն էլ չեմ կարում բարձրացնեմ, ախ այդ ծանրություն բարձրացնելը, սաղ է դեր մեղավոր է, որ ծանր բաներ եմ բարձրացնում, հետո ինձ չեմ խնայում երբեմն, բայց արդեն սրանից հետո պետք է նաև այդ մասին մտածեմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ միշտ ռիսկի եմ դիմել, ամեն մի գործ էլ արել եմ, հաշվի չեմ առել ոչ մի բան, բայց թե դե անցած լինի, էս էլ կանցնի։ Հետո այս ընթացքում, որ տեղը խմեցի, մի կերպ տեղավորվեցի իմ տաքուկ անկողնում, ասեմ, որ գազի պեչը այսօր չեմ միացրել, փոխարենը միացրել եմ իմ անկողնու էլեկտրոնային պրոստինը ու դա է ինձ տաքացնում։ Եղանակն էլ ցրտոտ չէր, մինչև անձրևի գալը արևային էր, հետո մի անգամից որ ամբողջ հենց գորգորած բան, այդ քամին էլ անգամ տաք էր։ Մի քիչ մռթնած է, բայց այն մի կողքիցը արևում է, որ էսա կբացվի եղանակը։ Կոֆես կխմեմ, կգնամ կենդանիներիս էլ կկերակրեմ, հա, բայց մինչև էփիլը ինչ է ուզում ասեմ, որ այդ ընթացքում նաև համացանցով եմ անցել, թերթել եմ տարբեր էջեր, հետո ինչ նյութ հանդիպեց ինձ, որ դե շատերը տեղակ եք լինում իհարկե, այս մեր երկրի ամեն ինչից, անցուդարձից, ով ինչ նյութ է տեղադրում, կարևոր բաները միշտ էլ մեր աչքի առաջ են գալիս, ու կարդացի, որ մոտ օրերս, որ գեոմագնիսական դաշտը շատ բարձր է, նորմայից գեր բարձր, որը վերջին 100 տարվա մեջ և էլ ավելի ամենահզոր մագնիսական դաշտն է եղել ու այդ պատճառով բացատրություն էր տալիս, թե ինչ է կատարվում այդ ժամանակ, թե մարդկանց հետ և թե ամեն ինչի հետ, այն ամենը ինչ որ երկրի վրա է, փչանում են էլեկտրական սարքերը, ինտերնետ կապն է կտրվում, էլեկտրական մեքենաներն են խափանվում, մի խոսքով այդպիսի բաները էլեկտրականության հետ կապված փչանում են, խախտվում են, ծրագիրը կորչում է և այլն, իսկ մարդկանց հետ նշած էր, թե ինչ հիվանդություններ են ստանում հենց այդ պահին ու մի քանի օր շարունակ, մի քիչ դրանից եմ ոգևորվել, մի քիչ ինձ այդքան մեղավոր որ չեմ համարում, որ ծանր բան եմ բարձրացրելու դրանից էր, քանի որ այդ նյութի մեջ կարդացի, որ նաև այդ հզոր գեր ուժեղ գեոմագնիսական դաշտը նաև մարդկանց իմունիտետը ինչքան էլ բարձր է լինում, թուլացնում է, միգրեն առաջացնում, ճնշում է բարձրացնում կամ իջեցնում, ինսուլտ, ինֆարկտ, նմանատիպ հիվանդությունների անուններ էր թվարկած ու նաև, սիրելի հետևորդներ ջան, նշված էր, որ մարդիկ ստանում են մեջքի ցավեր։ Հենց այդ մասը կարդացի, դրանից մի տեսակ նենց տրամադրությունս փոխվեց, սկսեցի ինձ չմեղադրել, մինչև այդ, որ ձեր հետ խոսում էի, միևնույնն է, ես իմ մտքի մեջ ինձ նախատում էի, որ համ գիտեմ, որ այսքան շատ գործեր ունեմ, համ էլ ամեն մի ծանր գործ իրար հետևից առանց հանգստի անում եմ, ես ինձ էի մեղադրում, ու որ այդ գրած նյութը կարդացի, մի տեսակ ինձ նես տրամադրեց, այսինքն մեղքը իմը չէ,
Դրանից ինձ լավ զգացի, պատկերացնում եք, ուզում եմ, որ ձեզ էլ տեղեկացնեմ, կարող է ձեզ այդ նյութը չի հանդիպել համացանցը թերթելու ընթացքում, հետո, չգիտեմ, բոլորս էլ այս երկրի վրա կատարյալ առողջ չենք, էլի, բոլորս էլ ինչ-որ մի պատճառից տկարանում ենք, վատ ենք զգում, մի տեղներս ցավում է, սիրելի հետևորդներ ջան, շատ զգույշ եղեք, տեղեկացված եղեք, մի խոսքով ձեզ առողջ պահեք։ Մի քանի րոպե դադար տվեցի ձեր հետ խոսալս, ու արդեն իմ կոֆեն եփում է, անջատում եմ, ահա, կգնամ իմ կոֆեն էլ կվայելեմ, սիրելի հետևորդներ ջան, այս մեծ բաժակն եմ բերել, որ տանելու ժամանակ բաժակից չթափվի, դրանից էլ չնեղվեմ, հետո ասել էի, որ ծաղիկս եմ ուզում մշակել, իմ բեկոնյան եմ ուզում մշակել, բայց չեմ ուզում չարաշահել շատ ոտքի մնալ, ինձ խնայեմ, որ կարողանամ իմ կենդանիներին կերակրեմ, իսկ վլոգս կավարտեմ շատ հետաքրքիր դրական լիցքերով։ Այս տորթիկը, որ դուք տեսնում եք, սիրելի հետևորդներ ջան, Սոֆիայի մայրիկն է թխել, ձեր սիրելի Սաթենը։ Այսօր Սոֆիայի ծննդյան օրն է, սիրելի հետևորդներ ջան, եւ հենց այդ էր պատճառը, որ ես կարողացա անկողնուց վեր կենալ։